Որ հայրենիքի։ Այն հայրենիքի, որ Նժդեին կոտորել են եւ մեզ տարել են ազգերի բանտ, իմ հայրենիքը բռնազավթված է եղել ռուսական կայսրության կողմից։ Ինչու մենք այսօր չենք նշում Մեքսիկայում, Ամերիկայում կամ Թուրքիայում ունեցած մեր մարշալների օրերը։ Հայաստանի իշխանություն չի սա։ Հիմա Նիկոլն էլ ասում, թուրքը աղբեր է, ինչի եկավ Ստամբուլ։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր զրուցակիցը ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարուխանյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Շնորհակալ եմ, Լավինե։ Սիրով, պարոն Սարուխանյան, 1992 թվականի մայիսի 8-ին մենք ազատագրեցինք Շուշին եւ մայիսի 9-ը մեզ համար դարձավ եռատոն մեր հաղթանակին, հայրենական պատերազմում տարած հաղթանակին ավելացավ եւս երկու հաղթանակ, այն է Շուշիի ազատագրումը եւ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծումը։ Այսօր ինչ կարևորություն, ինչ խորհուրդ ունի այս երկու տոները, երբ չկա Արցախը։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք տալի, բայց գիտեք ինչ կա, կարծես թե 3 տոններ, հա, ազգային տոներ են, մեր ազգի համար վճռորոշ ինչ-որ ճակատագրական։ Մեր փարահեղ էջերից են։ Հա, փարահեղ էջերից են, բայց գիտեք ինչ կա, իմ քաղաքական հայացքները այնպիսին են, որ տոներից մեկի, առնվազն 2-ի, լավ, սենց ասենք, տակը քողարկված դավադրություն եմ ես տեսնում։ Նայեք, այդ երբ որ ասում են Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր, դրա մեջ մեծ դավադրություն կա։ Ճիշտ է, այդ դրոշի, այդ անվանման տակ մարդիկ գնացել են, զոհվել են, չեն զոհվել, հաղթել են ինչ-որ, բայց դուք պատկերացրեք, վաղը Թավուշի վրա են հարձակվում եւ մենք ստեղծում ենք Թավուշի բանակի օր։ Թավուշի բանակ, Ոչ, պարոն Սարուխանյան, Արցախի պարագայում այլ էր։ Ոչ, այլ չէր, որովհետև դավադրությունը նրա մեջ էր, որ ի սկզբանե, երբ որ մենք ունեինք 12 падգամավոր մեր գերագույն խորհրդում Արցախի կողմից, եւ դա այդ տենդենսը պետք է պահպանել մինչև վերջ։ Մինչև վերջ Արցախը Հայաստան էր եւ վերջ։ Այսինքն դավադրությունը նրա մեջ էր, որ մարդկանց մեջ մտցրեցին, որ նա անկախ պետություն է։ Նրանք մտածեցին, որ անկախ պետությունը պետք է ունենա անկախ բանակ։ Ինչ-որ եւ այդ անկապությունները կապված Արցախի անկախության, Արցախի բանակի, նրա ֆինանսավորման, նրա քաղաքացի ունենալ չունենալու հետ մինչ օրս դրա հետևանքները, որ այսօր Արցախի ժողովուրդը քաշում է։ Հավատացեք ինձ, այդ դավադրությունները շատ խորքային են։ Ես չեմ ուզում վիրավորեմ ի սրտե այդ տոներին հավատացող մարդկանց։ Ես ինքս եմ մասնակցել, ես ինքս եմ անցել այդ ամբողջ ճանապարհը, հա, Արցախի ազատագրման էր, բայց երբ որ տեսնում եք քաղաքական դաշտում ինչ ձևի շեղումներ էին կատարում, եւ տեսեք, վերցնենք մայիսի 9-ը որպես հայրենական պատերազմ, որ հայրենիքի, այն հայրենիքի, որ Նժդեին կոտորել են եւ մեզ տարել են ազգերի բանտ, բանտում, դա իմ հայրենիքը չի, իմ հայրենիքը Հայաստանն է, իմ հայրենիքը բռնազավթված է եղել ռուսական կայսրության կողմից, իմ հետո զորով, վայնկոմատներով տարել են բանակ, եւ երբ որ ես նայում եմ տոկոսային հարաբերությամբ, ոնց են կոտորել եւս մեկ ցեղասպանություն հայ ժողովրդի համար, հետ ինչ հայրենիք։ Պարոն Սարուխանյան, բայց Սովետի խորհրդային միության դաստիարակությամբ մեր տղաները ազատագրեցին Շուշին, խորհրդային տարիներին մենք ունեցանք 4 մարշալ եւ վերջիվերջո ինչու մենք այսօր չենք նշում Մեքսիկայում, Ամերիկայում կամ Թուրքիայում ունեցած մեր մարշալների օրերը։ Դա իմ համար օտար է։ Եվ այդ մարշալները ազատագրել են, գնացել են Խաղաղ օվկիանոսով, ինչ եղբայրական ազգ։ Խաղաղ օվկիանոսով մինչև Բերլին են հասել, սաղ ազատագրել են այդ 4 մարշալները, բայց մի հատ իգդիժ գյուղ չկարողացան ազատագրել։ Ինչ հայրենիք։ Ուրեմն, մենք բռնազավթված ազգ ենք, հետո գնում է ուղեղների լվացում եւ դարձնում են մեզ բռնազավթողներին դարձնում են մեզ համար հայրենիք։ Հիմա տեսեք, նույն Արցախը ով է փոխանցել
բռնակցել Ադրբեջանին ռուսական կայսրությունն է։ Բայց եթե Հայաստանի իշխանությունը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմը, երրորդը Հայաստանի իշխանություն չի սա։ Սա ռուսական կայսրության կողմից արևմտամետ խաղացող, այսպես Զադանյան, ասենք ասենք, առաջադրանքը ստացած գնում են ու իրանց Պրագայում եսին ինչեր են անում։ Դե լավ Պրագաներ չկար մինչև այդ, բայց մինչև այս պատուհասին իշխանության բերելը, թող նախկինները ճանաչեն, թող նախկինները բարձրացնեին, որ Հայաստանի պարագայում միակ օրինական սահմանը կարող է լինել միայն ազգերի լիգայի կողմից ճանաչված սահմանները, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ Արցախը, եւ Նախճիվանը, եւ Հարսը, եւ Իգդիրը, եւ Շամխորը, եւ Գետաշենը, ինչու դրա մասին չեն ասում, ինչու էին օրինականացնում մարդասպան Աթաթյուրքի եւ դավաճան, ես չգիտեմ ինչ եմ, հիվանդ Լենինի գծած խելքից դուրս գծած ինչ-որ գծել են։ Երկու անօրինական պետության այդ ժամանակ, երբ որ այդ սահմանները գծում էին, եւ Թուրքիան էր անօրինական, եւ Ռուսաստանը օրենքից դուրս էին, պրոստը վեգալիդաց խելքից դուրս գծել էին, ստեից էլ խելքից դուրս արնաբու բոլշևիկները վեգալիդ անօրինականացնել էին, ասում են թուրքը աղբեր է։ Հիմա Նիկոլն ասում, թուրքը աղբեր է, ինչի եք ապստամբում։ Ինչի եք ապստամբում։ Չէ՞ որ այն ժամանակ էլ այդ նույն բոլշևիկները ասում են, թե թուրքը աղբեր է, տվել է Արցախը իրանց։ Այդ տվածը ճանաչում էիք, չէիք ասում, որ սա ապօրինի է, որ բոլշևիզմը դա մարդկության չարիք է։ Ուրեմն մինչև Հայաստանի իշխանությունները այսօրվա, երեկվա, վաղվա չընդունեն, որ ֆաշիզմից ավելի բետար, ֆաշիզմից ավելի արյունաբու ռեժիմ դա բոլշևիզմն էր, եւ պետք է Հայաստանի պարագայում դատապարտեն բոլշևիզմը, ուրեմն ամբողջը կմնա նույն հարթության։ Բայց լավ, մեր հայերը ինչու են գնում Ռուսաստան, ամենամեծ հայերը մենք Ռուսաստանում ունենք եւ հայերի համար էլ ամերիկանաչարիկ, մեր հայերը ինչու են գնում Ամերիկա։ Պարոն Սարոխանյան, նաև նշեմ այն, որ մեր զինվորականները Ռուսաստանում են կրթություն ստանում եւ առ այսօր 2023 եւ 2020 թվականի քարորիա պատերազմի ժամանակ հայկական կողմը հայոց բանակը ռուսական զենքով պատերազմեց, ռուսական դեռ AK-74-ով նա պատերազմ ունած։ Ինչու՞։ Մոնտե ռուսական ոչ մի բառ չգիտեր։ Լեոնիդ Ազգալյանը ֆիզիկոս է, առհասարակ զինվորականության հետ կապ չուներ, գրքերով բացում էր ռազմական ինչ-որ բաներ էր սովորում ընթացքում, իր ոգին ապել։ Դե հիմա Սամվել Բաբայանը ոչ միտեղ կրթություն չի ստացել, բայց գլխավորեց ինքը պատերազմը։ Այսինքն պետք չի նշել, որ ռուսական զինվորական եսի ինչերում են սովորել։ Ես կասեմ ավելի, ռուսական զինվորական միտքը հենց հայերն են զարգացրել, Սուվորովիչը Կուտուզովներից սկսած։ Պետք չի այդ աստիճան ռուսամոլ լինել եւ կախված լինել ռուսներից։ Ռուսը այն չարիքն էր, որ իր ոտը հենց դրեց Հայաստան, մեր Հայաստանի տարածքները սկսեցին պակասել։ Պետրոս առաջինից սկսած։ Ես մեջ բերեմ Պետրոս առաջինի բառերը, երբ որ նա սուլտանի հետ հանդիպեց։ Ասեց կայսրության, Օսմանյան կայսրության արևելքում բնակչություն կա, հայեր են կոչվում եւ իրանք քրիստոնյա են։ Շատ ժամանակ իրանք տենչում են ազատության, ապավինելով ձեզ։ Ինչ խորհուրդ կտաս, ցար, ինչ անեմ։ Ցարի բարերը, ցարը դա Պետրոս առաջինն է։ Կոտորեք ձեր ընդմեծություն, կոտորեք։ Դա է ռուսական կայսրության վերաբերմունքը հայ ժողովրդին։ Ուրեմն որպեսզի հայ գոյություն չունենա եւ ընդամենը գոյությունը նա ինչ-որ մի զանգված, որը հայ կկոչվի, բայց լինի ռուսական տիրապետության տակ, որի միջոցով ինքը կտիրապետի այս մերձավոր արևելքը, դա Ռուսաստան այդ ծրագիրն է իրականացնում։ Լավ, այդ դեպքում ինչու 2020 թվականին Ռուսաստանը ռուսական խաղապահ զորքը գնաց Արցախ եւ դեռ այնտեղ 6 զոհ տվեց, ընդ որում երկուսն էլ փոխգնդապետ էին։ Ինչ տվեց։ Հայերն ձևավոր, որ Թուրքիան ինքնաթիռ խփեց քծեց Թուրքիայում, հետո ներեցին պամիդորով առան այդ արունը, վերջացեք, ես տեսնել եմ տասնյակ հաղորդումներ, որտեղ Շոյգուն եւ մնացած այլ պաշտոնյաներ ասում են հիանալի համատեղ ռուս-թուրքական օպերացիա Ղարաբաղում։
Սա է բանը, այսօր գիտեք ինչ կա, ես կողմնակից չեմ, երբ որ գիտեք ինչ կա, հներն ասում են Նիկոլը Դավաճանը տվեց, այո, դա միանշանակ, դա 1000% ճիշտ բան է, կներեք, 1000 չէ, 500%, ինչու 500, որովհետև երբ որ Նիկոլը ասում է, որ նախկիններն են մեղք ունեն, 500% դա է, 2-500-ը միացնում ես, դառնում է 1000% ճշմարտություն, սրանք երկու թմերներ, մի դաշտի վրա աշխատողներ են, ովքեր են այդ դաշտերը, ռուսական կայսրության հատուկ ծառայություններ։ Լավ, պարոն Սարոխանյան, Ռուսաստանը չարիք է եւ մեծ եղբայրական ազգ չէ, այլ ընտրանքը ո՞րն է։ Այլ ընտրանքը։ Այո։ Քաղաքակիրթ աշխարհը։ Ո՞րն է։ Այսօր մենք տեսնում ենք այլ ընտրանքը։ ԼԳԲՏ-ն։ Ինչ է ԼԳԲՏ-ը։ Հետո ո՞ց ձեզ ասել։ Մի հատ օրինակ ցույց տվեք, քանի ընտանիք եք դուք անձամբ ճանաչում Հայաստանում, որ շաբաթ կիրակի է, սովորական առանց որևէ եկեղեցական տոնի գնում են ընտանիքով հանդերձ եկեղեցի ճանաչում եք այդպես ընտանիքներ։ Այո, ճանաչում են, կան։ Քանի մատերիալական ստացույց չէ։ Դե հիմա տարբեր մարդիկ, բայց ամեն դեպքում պահում Ես մասսայական եմ տեսել դա Եվրոպայում, երբ որ սովորական ընտանիքներին քրիստոնեական ասեն գնում են եկեղեցի բան, ինչ ԼԳԲՏ։ Լավ, մեր անվտանգային հարցերին, մեր ԼԳԲՏ-ների անունները տան Հայաստանի կառավարությունում եւ սկսած Ռուսաստանի շոու բիզնեսներով իրանց կառավարությանը։ Տեստե պրոստը գիտեք ինչ կա։ Տաղավարի ընդունված չի դի ասել դե լավ կան, իրանք թե կան։ Ով այտենց ասի անվան հետ կխաղա էլի։ Բայց իրականում կան։ Այդ ԼԳԲՏ-ն եկել է Ադրբեջանից ու բանից, Թուրքիաներից։ Լավ, պարոն Սարոխանյան, Արևմուտքը մեզ ամեն ինչ խոսք է տալիս, տնտեսապես հզորացում եւ այլն, բայց մեր անվտանգային առաջնային խնդիրը մեզ համար անվտանգային խնդիրն է։ Լուծում է ինքը դա այդ խնդիրը։ Ինչպես։ Շատ հասարակ։ Այդ երբ մենք ցանկացել քաղաքակիրթ դառնանք, որ այդ մարդն ասում է դե պաշրոտ քաշի։ Այսօր մենք պարզ տեսնում ենք։ Հիմա նայեք, մենք այսօր պարզ տեսնում ենք։ Աշխարհը կիսվել է երկու մաս, գնալով ավելի է սրանալու։ Ուղղակի ժամանակին, երբ որ մենք ճիշտ կողմնորոշվեինք, մենք այսօր ավելի ձիգ կլինենք, ավելի պինդ դիրքորոշված կլինենք։ Հիմա տեսեք, Ռուսաստան, Բելարուս, Ադրբեջան, Հյուսիսային Կորեա, Չինաստան, Տաջիկստան, Թուրքիա, ինչ կան բռնատիրական ռեժիմներ կան, որ մարդը իրանց համար вообще արժեք չի։ Առհասարակ մի թիմ են։ Են կողմը Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Ամերիկա, իրանց ԼԳԲՏ-ներով է յանի։ Իսկ Ուկրաինայի եւ Վրաստանի Մերսեդեսներով, BMW-ներով ու իրանց ճոխ մեբելներով, հագուստներով, ուտելիքներով ու շորերով։ Այսօր սաղ ման են գալի ընդեի շորերով ու հագուստներով մեքենաներ։ Էդի մի թիմ է։ Հիմա տեսեք, հիմա մենք խնդիր ունենք կողմնորոշվելու, կամ նրանց կողմնենք, կամ նրանց։ Երբ որ մենք կիսապրատ ենք անում ամեն ինչ, այլ ոչ ու փուշ նախկինները, ինչ արեցին։ Հելեները սենց խելոք դեմքով ասում են մենք Շվեյցարիա կդառնանք, եւ սրանք, այ աննասում ես խապում։ Ինչ եւ այնքան խաղաց երկու լարերը հերմացան ճողվավ։ Հիմա այս հիմարն էլ եկել է, տեսնա եւը չինում նույն բանն անում, բայց այլ բառերով, ասում ոչ են։ Բայց ԵՄ են գնում հանրաքվեով փորձում են ԵՄ-ի անդամ դառնալ, ընդ որում ԵՄ-ն էլ հայտարարում է, որ անդամակցությունը այլևս փակ է, փաստորեն խաբում են բացի հաղորդին։ Բա ինչ են անում։ Չեն խաբում։ Անդամակցությունը երբեք փակ չի։ Ուղղակի տերում են, որ դու չես համապատասխանում, դու մեզ հանցագործի ձեռը սեղմում ես, որ միջազգային ռոզիսկի մեջ է։ Այդ մարդը Պուտինը հանցագործ է։ Նա մանկապիղտ է, Հագայի դատարանով ռոզիսկի մեջ է։ Դու գնում ձեռը բարև ես տալի, բա ասի արիստեն, մի հատ Օրբան ունեն վերբովկա եղած Կրեմլի կողմից, չգիտեն այդ Օրբանին ինչ անեն, որովհետև չեն ուզում Արևմուտքը, ասենք ասենք Եվրոպան, Ռուսաստան չէ, որ վեկանի ասենք Մոլոտովի նման Ստալինի կամ ասենք Լենինի կամ ցանկացած ղեկավ կամ Պուտինի նման դեմոկրատի վեգանակ սենց արել։ Նրանք օրենքը պաշտպանում են, ընդունել են, այդ օրենքի ձերը կրակն են, բայց այլ ճանապարհներ են ման գալի, որ իրանք ասած օրենքը իրանք հայլում է որ նայեն, չասեն ես ինչ պիղծ ենք մենք։ Այդ աստիճանի լավն են այդ ԼԳԲՏ-ները, ոնց որ դուք եք ասում, ԼԳԲՏ չեն։ Հələ գնացեք տեսեք Եվրոպայում ինչ ԼԳԲՏ ու ացես ասել։ Այդ մարդիկ կրակն են այդ Օրբանի ձեռը։
Տեսեք, մի հատ վերբովկա եղած, մեկը ունեն, մի հատ էլ ունեն Ֆիցո, չգիտեն հիմա ինչ անեն, գնան այդ պարադին, թե չգնան։ Ստեղ խնդիրը այն չի, որ, ասենք այդ պատերազմում մարդիկ են զոհվել, այո, իրոք զոհվել են։ Ես ձեզ ասեմ պաշտոնապես տվյալներ։ Ֆաշիզմի, գերմանական ֆաշիզմ կոչեցյալի պատճառով, այդ իրաց գործնեության պատճառով 50 միլիոն մարդ համացել։ Ասեմ թվերը բոլշևիզմի պատճառով ինչքան մարդ համացել, 100 միլիոն։ Ու ես դες ասեմ, առաջին աշխարհային պատերազմը բոլշևիկները, այսինքն սովետական միությունը եւ Գերմանիան միասին սկսեցին, Լեհաստանը կիսեցին, ասեմ նորմալ է դա։ Պարոն Սարուխանյան, քանի որ մեր ժամանակը սուղ է, ես կխնդրեմ անդրադառնալ նաև խաղաղության պայմանագրին, այստեղ երրորդ կողմը չկա։ Նախ նշեցին պայմանագիրը, հիմա ասում են համաձայնագիր է, ու դրանով, ինչպես Արարատ Միրզոյանը հայտարարեց, շահելու է միայն Հայաստանը։ Ինչ է շահելու Հայաստանը խաղաղության պայմանագրով եւ արդյոք ինչպիսին է ձեր դիրքորոշումը, արդյոք հակված է կարծելու, որ այդ պայմանագիրը համաձայնագիր է կնքվելու է։ Ես ձեզ ասեմ հետեւյալը։ Սա խայտարակության փաստաթուղթ է, որը չի կարելի ոչ մի դեպքում կնքել։ Դուք պատկերացնում եք, ես ունեմ պապուծս մնացած մի հատ 3 սենյականոց բնակարան, մի հատ 3 սենյականոց բնակարան։ Չնայած դրանից առաջ 3 հատ շենք ինձանից խլել են, իմ հարազատներին, պապուս հոպարներին, պապուս, սաղից սպանել են։ Շատ լավ, անցել է։ Հիմա ինձ ստիպում են, ասում են, որպեսզի դու էլ սաղ մնաս ու քո երեխեքը սուս մնան։ Հիմա այս 3 սենյականոց բնակարանի մի սենյակ մտել է, թաղապետը եկել է, ասել է թող ժամանակավոր թող ապրեն, շուտ թուրքեր են ապրում, ասում լավ, հետո ասում չէ օրինական է, քանի տարի է ինքն ապրում, ու տան անդամներից հելնում են, ասում են խաղաղություն անենք, ում հետ արա, ում հետ, հələ մի հատ գնահատական տվեք ես ամբողջ կատարվածի վերաբերյալ, Արցախյան հարց, ով մտցրեց դա ազգի դավաճանն է, դա հայկական հարց է, դա հայկական է, ով տարանջատեց հայկական հարցից Արցախը, ով Արցախին առանձին ստատուս տվեց եւ ով որ Հայաստանի դրոշի վրա պատ նկարեց ու կոչեց Արցախի, դրանք ազգի դավաճաններ են, Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչպես որ Նախիջևանը, ինչպես որ Ղարսը, ինչպես որ Գանձակը, վերջացավ, մնացած սա բառախաղերը, դե սենց է դե Արցախի ղեկավար ազգային ժողով, Արցախի ես համել սենց մի բան ասել, այդ որ սենց վրա են տալի, շան նման, Արցախցուն կպնում են, կոչում են Ղարաբաղցի, ես նաև արցախցիներին են կոչանում, սիրելիներս, շատ արագ ձեր ուղեղների մեջ վերափոխվեք, դառեք արցախցի վերջապես, գոնե հայրենիքից ժամանակավոր որ դուրս եք եկե, դուք ինքներդ ձեր մեջ դառեք արցախցի, մինչև չդառնաք արցախցի, Արցախը չեք տենա։ Պարոն Սարուխանյան, ինչ ասել է նշանակում Ղարաբաղցուց դարձեք արցախցի։ Արդյոք դուք վիրավորում եք արցախցիներին դրանով։ Ես չեմ վիրավորում։ Ես չեմ վիրավորում, շատերը կան, ես շփվում եմ, իմ անձամբ իմ հարազատ մարդիկ, իրանք արցախցի են, իրանք Արցախ բառն են օգտագործում, իրանք Արցախ բառակապակցությունն են օգտագործում, տապոնիմը, ցենց ասել։ Երբի վրա դեռ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Արցախ։ Չպետք է լինի, ով է կոչել Լեռնային Ղարաբաղը։ Ինչ պատմություն։ Հիմա մենք կոչենք մեզ Ղարաբաղի ինքնավար հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Լսեք, դուք պետք է չէ ինչ Լեռնային Ղարաբաղ։ Դա թշնամին մեզ կոչել է Լեռնային Ղարաբաղ։ Հիմա թշնամին մեզ կոչում է Արևմտյան Ադրբեջան, թշնամին մեզ կոչում է։ Պարոն Սարուխանյան, մենք հիմա կոչենք Արևմտյան Ադրբեջանի Հայաստան Հանրապետություն։ Ղարաբաղ բառը առաջին անգամ օգտագործվեց 12-րդ դարում, ընդ որում պարսիկների կողմից։ Հետագայում ուրիշների, օտարի, ուրիշների տիրապետության տակ են գնել։ Լինենք ռուսական տիրապետության տակ գուբերնիա կդնեին։ Գուբերնիա են դրել։ Հիմա մենք կռիվ տանք Գյումրիի համար, ասենք չէ, առաջինը ցարը դրել է Ալեքսանդրապոլիս։ Արա դե օտարն է դրել, օտարը։ Հասկանալի է, որ մենք եղել ենք օտարների տիրապետության, պարսիկի, թուրքի, ռուսի եղել ենք, այսօր պատմությունը մեզ հնարավորություն է տվել ազգայնանալու, լինելու հայ,
վերադառնալ մեր արմատներին։ Մենք ընտրում ենք այդ արմատներից այն ամենավատը եւ նվիրվում ենք դրան։ Ատամներով պահում ենք։ Փոխանակ ասենք, հա, ճիշտ է, էլի, արատա։ Եկեք կամաց ազգայինին վերադառնանք։ Ես հասկանում եմ այդ սովորության իներցիան, հա, մենք Ղարաբաղցինք։ Արա դե օտարի բառը։ Արցախցի եք դուք, ձեր կյանքին մեռնեն։ Դուք արցախցի եք։ Արցախի հայրենիքն է։ Լեզվամտածողության մեջ չկան այլ փոխառություններ, այսպես ասած։ Լեզվամտածողությունը շատ մեծ դեր ունի։ Շատ մեծ դեր ունի ազգի կայացման մեջ։ Ու մենք ինչքան ուշ անդրադառնանք այդ իմ ասած խնդրին, այդքան ավելի շատ կտուժեն մեր ժառանգները։ Մենք պետք է փոխանցենք, գոնե մեզանից սկսենք, հա։ Ամեն մար թող ասի, ես ինձանից սկսում եմ։ Այդ լեզվամտածողությունը ես հասկանում եմ։ Այսօր ես ինչի համար այդ ամբողջը բան արեցի։ Եվ այդ պատրվակի տակ ես ուզում եմ հենց նշեմ այդ վատ կողմը, որ շատ ու շատ ինչ-որ իրանց գործիչ համարող կամ բլոգեր համարող կամ ես իմիջ կպնում են, հա, լավ Ղարաբաղցիներին։ Լավ կպնում են։ Այս արի դուք գնացեք, դուք ով եք, Լսեք այդ խեղճուկրակ ժողովրդից, մի հատ հիմա ես արցախցի եմ, հիմա անդրադառնում եմ, այդ տականքներ, այ երևանցիք, այդ ուր հելակ փողոցում գոռացիք միացում, ես եմ միամիտ գյուղացի մարդ եկա միանալու, հիմա ես կոտորում են, ասում եք, չէ մենք քացիկ էլի ասիկան արցախցուն, հա։ Միացումը Ստեփանակերտից սկսվեց, Ստեփանակերտի վերածնի հրապարակից։ Երևանի հրապարակում գոռում էին միացում, Երևանի հրապարակից սկսվավ։ Ու հերի, ու այդ կապ չունի մի օր թե երկու օր տարբերությամբ ընդեղ տեստեղ։ Դե ընդեղից ծնվեց։ Միացումը փաստորեն արցախցիները Արցախն էր ուզում միանալ Մայր Հայաստանին։ Ոչ թե Մայր Հայաստանը Արցախը։ Իսկ ճանապարհին չուզեցա։ Ինչու գետը թռնի։ Դա այլ հարց է արդեն։ Դա այլ հարց չի։ Դա նույն հարցն է։ Նույն հարցն է, որ մուտիլովշիկները, այսպես իրանց ռուսերեն, սիրած ռուսերեն բառերով ասեն։ Այն որ 100 մետրանոց դրոշը, տանում են տատիկ պապիկի մոտ, ռուսական դրոշը։ Ռուսներ վերջում կայնավ նայեց, ինչ խաղապա, ինչ բան։ Ինչ խաղապա։ Արցախի պարագայում ելքը, հիմա նայեք ես մի բան ասեմ, այ երբ որ մարդուն կալանավորում են, ելքը ասում են, կարա, դերը թափ ու փախի։ Չի լսում։ Դե ինչ բան, ասեն ճիշտ է։ Օրենքը սենց է, շեֆն ասել է։ Երբ որ տանում են արդեն կալանավոր են, պրծել են, մատրակները ծեծում են, արա ասում են, ես քեզ սղոցի թռի։ Սղոցի թռի։ Չի ասում, չէ, ո՞ս կարելի է բան։ Մի խոսքով բերե հասցրել են արդեն կախարանին, հիմա ասում եք ելքը որն է։ Այս Ղարաբաղին էլ գիտեմ ելքը որն է։ Ես քեզ ասեմ որն է ելքը։ Ասեմ, հիմա նայ, մենք դե առաջնորդում ենք արդեն գոնեների տարբերակով։ Գոնե լավ էս վիճակում, արդեն ուշացել են գնացքը գնաց, այն գնացքը գնաց, այն գնացքը գնաց։ Լավ գոնե էս վիճակում ինչ անեմ։ Երրորդ տարին է գոռում եմ, գոչում եմ։ Բացի դրանից, որ ես ազատամարտիկ եմ, ես նաև երրորդ տարին է Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահն եմ։ Այսինքն դա այն կազմակերպությունը, որ համացանցային է եւ կոչ եւ համախմբում է աշխարհի բոլոր հայերին եւ ոչ միայն հայերին, այլ նաեւ օտար ազգիներին, ովքեր գտնում են, որ Հայաստանը պետք է անկախ լինի։ Գոնե համացանցային այդ կապը, որտեղ մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը այն աստիճանի է ծնկի բերած, որ արդեն էլ ոչ մի բանի չի հավատում, ով ասում է հելեք փողոց մի նվիրյալների մի քանի քանակա դուրս գալի, լավ, այս ձևով մենք կարող ենք գնալ։ Հիմա տեսեք, այս կազմակերպության ներքո երրորդ տարին մենք գոռում կոչում ենք, որ տեղային ինքնապաշտպանական բաներ է պետք ստեղծել, ջոկատներ։ Կարծես թե կա, չէ՞, կարող է Տիգրան Մեծային, այս ինչը, Սասունցի Դավիթը, մեկը, չէ, դա վերջացավ։ Չի կարող լինի։ Քաղաք պաշտպանության համակարգը պետք ստեղծել։ Այսինքն յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր փոքր քաղաքում, այ ես հիմա հարց եմ տալի։ Ասենք նա տրիվոգա եկա, որ ռմբակոծում են։ Մենք ուր ենք փախնել։ Այ մենք եկողս։ Բան ունեք նկող։ Դուք ձեր տան ունեք նկող։ Չգիտեմ, կարող է շոմեք ունի։ Հարուստ է, լախտին լավ թալանելա, խորը փորելա։ Լավ, մի 10 հոգի, 100 հոգի, 1000 հոգի, բայց ժողովուրդը։ Պարոն Սարոխանյան, եւս ուրեմն այդ համակարգը միջև չստեղծվի, այդ դուք ասում եք ինչ անել, չէ՞։ Ես անելը քաղաքական առումով ես գիտեի թե ինչա պետք անել։
Աչքեր ժամանակ հիմա եկել են փուլը, որ գոնե հիմա զբաղվեք, արա գոնե քիչ զոհ տանք։ Վաղը Թուրքիան ռմբակոծեց ռուսների թույլ տվությամբ։ Պարոն Սարուխանյան, կրկին մեղադրում եք Ռուսաստանի Դաշնությանը եւ նշեցիք ձեր խոսքում, որ Տատիկ պապիկի դիմաց ռուսական այդ հայրենականի նշաններ, հա, դրված առանց Ռուսաստան, եթե Ռուսաստանը չկա, եթե Արցախը հայաթափվեց, եղավ գաղթ, եղավ պատերազմը, ինչ արեց միջազգային կազմակերպությունը, ինչ արեց Արևմուտքը, եպեք դուք ԵՀԿ Մինսկ խումբը, համանախագահները, Ֆրանսիան, Հայաստանի Հանրապետական կուսակցության, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, ազգային ժողովում, այս ոչու փուչին բերեց ընտրեց վարչապետ։ Բա 3 միլիոն վարչապետը հանրապետության հրապարակում էին։ Ո՞վ է 3 միլիոն վարչապետները, այո։ Ո՞վ ասեց։ 2018 թվականի Ես տեսել եմ հրապարակում եկած մարդիկ արհեստական հավաքած։ Ես տեսել եմ, որ այն ժամանակ ռեկտորները աշակերտների դեմը դռները փակում են, ասում են գնացել։ Ես իմ աչքով եմ տեսել։ Ես տեսել եմ Վովա Գասպարյանը, ոնց է հրամանտանը եւ ոստիկանները քաղաքացիական հագուստ հագնված դուրս էին գալի փողոց, գոռում էին Մերժի Սերժին, Սեմուշկա էին չրտում ու ծիծաղում էին։ Մենք այդ տղեկով նայում ենք, ասում ենք, «Էս տղեն չի արա, էս ոստիկանը չմես բերման են»։ Դու մի ասա սկզբի ժամանակ, երբ որ մարդիկ չէին հավաքվում, ամբողջ իշխանական լծակները միտված էր նրան, որ հրապարակ մարդ բերեն, որտեղ այդ ծրագիր ունեն։ Նիկոլիտի բերել իշխանության, ոչ, այդ իրաց որոշումն է, ոչ, որտեղ Պուտին պապան հրամանակ տվել, տվեք սրան, որ ես այդ ստորագրիտա հետո կհանենք։ Հիմա գնացել հակառակ պրոցեսը։ Այդ տղա, Ռոբերտ ու Սերժը թավանջի էին, խին ազատման գալու։ Ես հեղափոխություն եմ արել, մի բանի մար, որ ես երկուսը նախում դած են, խիչ են դատված։ Հիմա հակառակ պրոցեսն է ետում։ Հիմա աճեցնում են նրանց նորից։ Դուք տեսեք ինչ կարուսել են սարկել։ Սախը պարզ երևում է։ Պարզ անձեն աչքերով և անհնար է չտենալ։ Այսօր գնում է Մոսկվա, միայն այն մարդը, ով վերջնականապես ստրուկ է։ Պարոն Սարուխանյան, դա նաև մեր հաղթանակներ, մեր 600,000-ը մեր հաղթանակը չի։ Հիմա կներեք, այսօր Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ է վարում։ Սենց վարում։ Այո։ Բուրյատ ազգին, օրինակ Բուրյատ ազգին շատ պետք է հաղթանակը։ Ձեր ժամանակ խորհրդային 15 հանրապետությունից կազմված 15 չէ, 35 է։ Այն մնացած ավտոնոմներն էլ հետը հաշվի, որովհետև կապ չունի ավտոնոմ ես, ինչ ես մեկը պետություն չես դու։ Դու բռնազավթված ազգ ես, քեզ զավթել են, հետո քո տարածքից մարդկանց տանում ասում են արի իմ համար կռվի, քո գործը չի, ես կասեմ ինչ կան։ Հիմա Բուրյատի հիմար, Ուկրաինան ինչ։ Ու հիմա Բուրյատը վաղը նշի Կիևի զավթում։ Բուրյատին ինչ։ Նա պետք է ընդամենը ընդունի, որ իրան բռնազավթել են, ու եղել այդ կայսրության անդամ իրան որպես մսացու տարի օգտագործել են։ Ես նորից եմ ասում, 600,000 տղամարդուց Հայաստանի տարածքում բնակվող այն ժամը 41 թվից սկսած է պատերազմի թվերը 350,000 տարել են կոտորել են։ Ոնց ասենք բնակչության կեսը։ Այսինքն Ռուսաստանի 100 միլիոնից տանեին 50 միլիոն ռուսին կոտորեին, այս ինչ է կա, 1% են դրեք է։ Այն ժամանակ Ադրբեջանը որ թիվ էր տալի, թիվ, որ ես էլ տվեցի բանակին 500,000, այդ 500,000 տված հալան կեսը հայեր էին, Բաքվից, Կիրովաբադից, Արցախից հայերին հետը մի քիչ էլ թուրք բան էին անում, էլի Վրաստանից ուղարկում էին կռվելու, էլի հայերին էին շատը տանում, Աֆղանստանի պատերազմին էլ էր այդպես։ Որոշում կար, քանի որ տեսքով նման են աֆղանցիներին Կովկասի ժողովուրդը, Զակավկասկի վայրի օկրուգին հանրական տալ ավելի շատ տանել։ Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստան, էլի նրանք էլ հայերին, մենք էլ հայերին դուղար։ Արա էլի հայերին կոտորեն։ Ես, եթե իմ հայրենիքը չի եղել, ես բռնազավթված եմ եղել, Զորովին պապուն եկալ է տարել են, մեկն է դարել է սովետական միության հերոս, դարել է, բայց ում համար է կռվել։ Ու այսօր, այն Արցախի մի գյուղ
ազատագրող են 18 տարեկան երրագրում պարկած տղեն ինձ համար արժել է 4 մարշալին 100 գեներալին եւ 1000 են հայրենական պատերազմի հերոսներին այո իմ ազգն է այո իմ պապերն են այո կոտորվել են այո մեռն եմ իրանց արիրանը ես նույն ձևի իրանց ցավում եմ իրանց համար ոնց որ 1.5 միլիոն մեր մյուս հայերի համար որ անմեղ վարշե կոտորվան Թուրքիայի բանակում, Օսմանյան կայսրության բանակում 60,000 հայ կոտորեցին, կանչեցին զորակոչի ու կոտորեցին թուրքերը։ Բայց նա չեն փառաբանում, որ մեր հայերը Օսմանյան կայսրության կազմում սենց հաղթանակներ ունեն։ Ախր դուք հասկացեք, դա ում համար ես դու կռվել։ Քեզ կանչ է տարել են, որ ինչ անես։ Որ ինչ անես, Կուրիլյան կղզիներ ազատագրես։ Էդ աս մեռնես։ Որ ինչ, որ Կուրիլյան կղզիներ Ճապոնիայից վեգալեն տան Ռուսաստանին։ Իսկ Հայաստանի, արա դեկոնը մասիստը, քո գործը չի, ես կորոշեմ։ Պարոն Սարոխանյան, սա երկար քննարկման հարց է։ Սա տեսակետն է։ Ես նորից փառք մեր բոլոր զոհվածներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրաց կյանքն են նվիրել, ճիշտ այն ժամանակ գուցե եւ իրանք գիտակցում էին, թե փառք գործի համար են դա անում, բայց մեր արունն է, ես այսօր նույն ձևի զղջում եմ նրա համար, ովքեր ի սրտի հլը մինչև վերջ այսօր հավատում եմ, որ Ռուսաստանը փրկիչ է։ Ագր Ռուսաստանի ստորագրությամբ այդ Արցախը հայտնվել, Ադրբեջանում, նախ ինչի է հայտնվել, որ այսօր չմեղադրենք, որ դե ինք եկել էր 6 հոգի զոհ տվեց։ Այդ քեզ բան։ Պարոն Սարոխանյան, ավարտենք մեր հարցազրույցը, փառք ու պատիվ մեր բոլոր նվիրյալ հայրենիքներին։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը ազատամարտիկ Գագիկ Սարոխանյանն էր։